Բարև ձեզ հայրենակիցներ, այսօր մեր տաղավարում մենք հյուրընկալել ենք Քոչարի կուսակցության հիմնադիր եւ նախագահ Արտակ Սարգսյանին, բարի գալուստ Արտակ Սարգսյան ջան, դու մեր ընկերների, մեր հայրենակիցների համար արդեն ծանոթ մարդ ես, իրանք գիտեն քո գաղափարախոսությունը, քո աշխարհանկալումը, բայց մենք ունենք հարցեր, որոնք չենք հասցնում մեր եթերների ժամանակ TikTok-յան տանք, մենք այստեղ իմի կփորձենք ավելի բաց զրույց ունենանք իրար հետ, բարի գալուստ մեր տաղավար։ Սիրով, բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար, բարև Արսեն ջան, միշտ ուրախ եմ Վելիկայ Արմենիա հենց այդ բառի համար, արտահայտության համար, միշտ սիրով պատրաստ եմ։ Շնորհակալություն։ Այսօր փորձենք այնց հարցեր տանք, որ շատ ես համացանցին հետևում եմ, մարդկանց կոմենտներին հետևում եմ ու սենց իմ համար խմբագրել եմ մի քանի հարց, որ շատ մարդկանց է հետաքրքրում, մի քանիսներ շահարկումներ են անում հենց այդ դրա վրա։ Հիմա փորձենք պարզաբանում տանք, որ փակենք այդ թեման ընտրություններից առաջ։ Նախ առաջինը գնանք նրանից, թե ինչի որոշեցիք, որ դուք պետք է ստեղծեք եւս մեկ կուսակցություն, քանի որ դուք եւս գիտեք, որ ինչքան շատ կուսակցություն, այդքան շատ պարակտում այս պետության, փոքր պետության մեջ 100-ից ավել կուսակցություններ, որոնցից 80%-ը մարդ կուսակցություններ են։ Մեծ մարդը չկա, կուսակցությունը փակված չկա, ֆինանսավորում չի լինի եւ այլն եւ այլն։ Ինչն է ձեր նորույթ, ինչի դուք որոշեցիք, ուղղակի համանadrությունն դա պահանջում դրա համար արեցիք, թե դուք գտնում եք, որ դա ճիշտ ճանապարհ է կուսակցություն ստեղծելը։ Ուրեմն տեսեք, նախ օրենքն է պահանջում, մենք ի սկզբանե դեմ ենք կուսակցություններին, քանի որ իրոք այս անգլո-սաքսոնական կառավարման ձևը, թե կուսակցությունները, թե այդ հավատացիալական խմբերը, աղանդ ասենք, ստեղծվել են ազգը պարակտելու համար։ Հիմա ինչ վերաբերում է 100-ից ավել, իրականում 100-ից ավել չեն այդ պետռեգիստրի համարով, որ գնաս, այնտեղ կա ՀՀՇ, կա կուսակցություններ, որ փակված են, գոյություն չունեն։ Իրականում երևի մոտ 60-ի չափ, Էլի բավականին շատ մեծ թիվ է Հայաստանում։ Չէ, որից էլի գործող կարող է 30 լինի, բայց այդտեղ հարցը կուսակցությունները չի, հարցը ազգի քանի տոկոսն է ներգրաված կուսակցական պայքարի մեջ, դա 10%-ից ավել չի անցնում։ Այսինքն մեր դա փոքր թիվ է։ Հիմա այն մյուսը, որ մարդիկ հավաքվում են, մենք կոչվում ենք չասոցիացված, անգլերեն non-affiliated մասսա չասենք, ժողովուրդ, իսկ կուսակցությունների մեջ, քանի որ մենք անձնագրի պատճեն ստանալուց ստուգում ենք մարդը եւ տեսնում ենք կան մարդիկ, որ 4-5 կուսակցություն են փոխել, հա, մեր կուսակցության մեջ բազմաթիվ նոր մարդիկ են, որ ընդհանրապես կուսակցական չեն եղել եւ դա հենց գոհացնում է, քանի որ այդտեղ հասկանում ես, որ մարդը գաղափարի ծրագրի համար է եկել, ոչ թե անհատի կամ ինչ-որ սեփական ֆինանսական հարցեր լուծելու համար։ Իսկ այն մարդիկ, որ տեսնում ենք, մենք չենք մերժում, չենք էլ կարող մերժել, եթե ասենք հետագայում կուսակցական հանձնարարությունները չկատարեն, մենք կարանք իրանց դուրս թողենք մեր կուսակցությունից, բայց հասկանում ես, որ մարդիկ ինչ-որ ակնկալիքներով են գալիս եւ դա նորմալ է, ասենք, դա առողջ ամբողջ աշխարհում կուսակցական ձև է։ Հիմա ինչի որոշեցինք ստեղծել կուսակցություն, քանի որ հետազոտելով այս Հայաստանի կուսակցական թե դիրքորոշումները, թե ծրագրերը, թե անհատները, ղեկավարները, հա, մենք մեզ չտեսանք ոչ մեկի կողքին եւ չհարմարվեցինք Բայց իսկ սկզբանե դուք փորձել եք ինչ որ մարդ գտնեք կուսակցություն կամ ուժ գտնեք, որ դուք օգնեք։ Իսկ սկզբանե ձեր մտադրությունը դա եղել թե Դե տեսեք, մենք ժողովրդին միշտ էլ ժողովրդին ենք օգնել եւ դուրս եկավ, որ ժողովրդի կողքը կանգնելով մենք միացանք այդ պայքարին, որ գնում էր եւ սխալվեցինք։ Սխալվեցիք, որ ժողովրդի կողքին կանգնեցիք, Չէ։ Սխալվեցիք, որ նման մարդկանց հետևից գնացիք, ովքեր վերևն էին կանգնած։ Շարժման։ Այո, մենք ժողովրդի կողքին կանգնելուց երբևիցե չես սխալվի, ուղղակի
ղեկավարները շարժումների կուսակցությունները միշտ գալիս գնում են, ժողովրդական պայքարը միշտ մնում է արդար։ Արտակ ջան, հասկանալի է, բայց ստեղ խնդրելու եմ այս մեր հաղորդաշարի, այս մեր հաղորդման ժամանակ փակը գծերը մի քիչ շատ բացեք, որովհետև լայվի ժամանակ ես զգացի, որ դուք չեք ուզում ուղղակի մարդկանց ոնց որ խղճակ չուզենաք թիրախավորեք, հասկանալի է, որ իրանք հիմի անազատության մեջ են շատերը, դրա համար դուք չեք ուզում թիրախավորված ասեք, չեն կարող բայց ով չի որ վերցնես սենց կարելի է ասել, որ այդ արհեստական ստեղծված ինչ-որ մի շարժում էր, ուղղորդվող արհեստական ստեղծված շարժում էր։ Եվ ես Մենք խոսում ենք ինչ շարժման մասին, որովհետեւ մեր հայրենակիցները հասկանան։ Տավուշն ընդդեմ հայրենիքի։ Դուք ասում եք տավուշը ընդդեմ հայրենիքի, այլ ոչ թե հասկացա։ Լավ, սա սայթակում չի։ Հասկանալի է։ Հիմա եթե չեք, ես էլ եմ հասկանում, որ պետք չի մարդը անազատության մեջ իրան ինչ-որ չի կարա ինքը իր պաշտպանության համար խոսա, բարոյականորեն սխալ է։ Տեսեք, ամենամեծ հարցը, որ ձեր քաղաքական ուժի եւ ձեր անձի շուրջ պատտվում է, հարգելի Արտակ, դա լավ, ասում են, օքեյ, ազգային ինչ-որ ուժ է, ազգային գաղափարախոսություն կրող ուժ է, փորձ ունեցող ուժ է այլ երկրում, բավականին հավասարակշռված լիդեր ունի։ Ես կարդում եմ ամենուրեք ինչ են գրառում, ինչ են գրում ձեր բաներ, ուժի հանդեպ։ Բայց իրանք ասում են, մեզ համար անհասկանալի է այդ մեծ պայքարի մեջ մտնելուց շատ ահռելի մեծ ռեսուրսներ է պետք ներդնել։ Հնարավոր չի հելնես նմանատիպ ընդդիմության եւ նմանատիպ իշխանության, որոնք մեծ ռեսուրսների են տիրապետում, միլիարդավոր դոլարների եւ մեդիան ամբողջովին գրեթե իրանցն է, հելնես ասես ես հայրենիքս սիրում եմ, ծրագիր ունեմ, ու այդտես իրանց հետ այդպես այդ քո թղթով պայքարես։ Փողը որտեղից Արտակ ջան, որտեղից, եթե դու ինձ ասես քո այս նոր կուսակցականներն են տալու, ես հենց սկզբից ասեմ չեմ հավատալու։ Խնդրեմ։ Չէ, նախ ասեմ առաջի օրից մենք հայտնել ենք, որ մեր կուսակցությունում անդամավճար չի լինելու։ Մեր կուսակցությունը չի հանդիսանում այն կուսակցությունը, որ բոլոր կուսակցությունները հիմա ծրագիր են տանում, թե թոշակառուները իրանց հենց այդ է էլի։ Թոշակառուները իրանց ֆինանսավորում են ասում է մեծ ժողովուրդը ասած հանում սիրելով տալիս է։ Մեր ՀԿՑ-ն քնած է, մեր ՀԿՑ-ն հակակոռուպցիոնը ընկած նախկին ղեկավարների է բռնում, իրականում պետք է գնա թոշակառուներին բռնի։ Որտեղից է գումարները։ Դե որտեղից ասեմ, իրանք փողը բերում տալիս են թոշակառուներին բաժանում են, 10 տալիս են, ասում են 5-ը կփոխանցեք մեր հաշվին։ Ասի թիվը սիմվոլիկ թիվ եմ ասում, հա։ Մեր մոտ չկա այդ կեղտոտ փողերի լվացումը, մենք դրանով չենք զբաղվում, ամբողջ գումարները մեր բիզնեսից, օրինական ձևով հավատացեք, եթե բիզնեսի մասին է խոսքը։ Այո, ընտանեկական բիզնես, հավատացեք, եթե մի փոքր այսքան շանս ունենային, հիմա ինձ արդեն փագել էին, քանի որ նրանք դատարանում Կստати կներեք, որ չասեցի շնորհավորում եմ ձեր հաղթանակը, որ դուք հաղթանակա, բայց ինչևից է, իմ համար զարմանալի է։ Ես էլ եմ զարմացել։ Ես իրոք զարմացա, որ ես տեսա դատավոր, որ իր գործն է անում։ Այսինքն Հայաստանում մեռած չի դա արտարվությունը ես շատ զարմացա։ Մեզ հերթ չէր հասնում։ Ասենք իմ ու փաստաբանից հերթ չէր հասնում։ Մենք ուզում ենք խոսանք, առարկենք, այդ մարդը ասում էր, չէ, հələ մի րոպե։ Այն աստիճան էին հասել այդ հանցագործները, ես չեմ վախենա ասեմ, քնիչը թե դատախազը, հանցագործ էին, էլի։ 3 անգամ հետ գցեցին դատը եւ այդ 20 օրվա մեջ տեղավորվում էին, դատավորը պարտավոր էր, բայց հետ էին գցում, որ զանգեր ճնշումներ գործադրվեր, բայց երևաց այդ մարդու վրա չի ազդում, մարդը իր գործն էր անում, կանգնած դատարանի դահլիճում, ասում է, եղբայր ջան, գրել եք, որ եկել է ցուցմունք է տվել ինչ թվին դատախազությունում, հա, այն ժամանակ ասում է, այս մարդն է, ասում է, չէ, ես չեմ եղել, դավեռնստով մարդ է եկել, հա, ցուցմունք է տվել, մեկ էլ կանգնեցին, ասեցին, չէ, այդ մենք չենք ասա, այդ իր փաստաբանը, իր պաշտպանության մեջ է գրել, փաստաբանը ուզում էր առարկել, ասում թուղթը տվեց, ասես կարդացեք, կարդացին, հա, ասին վրիպակ ա եղել,
Այդտեղ ասում եմ տարի ու կես էս մարդուն կալանքի տակ եք պահում, հիմա եկել եք ստեղ ասում եք վրիպակա է։ Մի խոսքով Պատասխանատվություն կրելու են այդ մարդիկ թե Անպայման։ ոչ։ Դուք հետևողական գնալու եք դրան, որ իրանք պատասխանատվություն կրեն ձեր անպայման։ կյանքից խլելու այդ, ասենք, շատ բան։ Անշուշտ կրելու են եւ ինձ թվում է մեզ էլ չի հասնելու, ափսոս որ դատերը չեն թողում լուսաբանվի, դե հասկանալի է, հիմա տեսեք նույն Սրբազանի դատերը, խափանման միջոցները բոլորը լուսաբանվում էին, քանի որ այնտեղ ձայնագրություններ կան, չեն վախենում։ Ձեր հիմք չկա, վախենում են։ Հա, չեն ուզում։ Կատակերգություն է այդ դատերը։ Բայց ինչի։ Ում եք դուք խանգարում։ Ես չեմ հավատում, որ հենց պրյամը Նիկոլ Փաշինյանն ասած է արդակին բռնեք։ Չէ, ես էլ Ինչ որ շրջանակներ են եղել, որ շրջանակներ։ Տես Արսեն ջան, հիմա այս համակարգը հենց է էվոլյուցիայի ենթարկվել, որ իրանք 30 տարի էվոլյուցիայի ենթարկվել են։ Իրանք ամեն ինչ անելու են համակարգը պահելու համար, միջև վերևից հրահանգ չգա, որ հակառակը արեք։ Այսինքն միջև վերևը չտենա, որ սենց խայտարակություն է սկսվել հանրային։ Այսինքն ձեր պարագայում տեսել են, որ խայտարակությունը ասել են, այս ինչ է կանում, արագ բաց թողեք։ Իրանք էլի չեն ուզում, ինձ թվում է իրանք հələ վճռաբեկ, կարող է չգնան, կարող է գնան։ Շատ խայտարակ եղան այս վերջում, կարող է գլխավոր դատախազուհին էլ չբողոքի։ Քանի որ վճռաբեկ մենակ գլխավոր դատախազուհին պետք է բողոքի կամ տեղակալը, ոնց որ անցած անգամ։ Շատ խայտարակ եղան այս վերջի դատի ժամանակ, քանի որ դատավորը Մասիս Մելքոնյանը չէր, դատավորը ես իրոք ասում եմ, ես զարմացա, որ Դե փառք Աստծո, որ Հայաստանում կա որոշակի չափով տոկոսայինով արտար դատավորներ եւ արտար դատավարություններ։ Անկեղծ ասեմ, այտենց դատավարություններ ես Բայց թե կան էլ արխեյմինգի Չէ, ես որ բրասլետը հանում են, ես այդ մարդկանց ասի հերու չդնեք, մոտիկ դրեք։ Փողերը որտից Արտակ ջան։ Մեր անձնական բիզնեսներից, որ մենք 14 երկրում ունենք։ Երիկում, բանը ընտրությունների համար։ Դե եթե քննիչներին հավատանք, որ դատարանում հնչեցնում են, դե զապիսները կա, հետո մենք կհրապարակենք դատական դիսկերը, իրանք ասում են, որ ինչ Սամվել Հայաստանի ամենահարուստը էս եղբայրներն են։ Հիմա ես խոսում եմ Հայաստանի ամենահարուստ մարդու հետ։ Ես չգիտեմ, իրանք հարստություն մի բան են ասում, իմ համար հարստությունը ուրիշ բան է։ Շատ լավ, դուք պատրաստվում եք ինչ որ մեդիա դաշտով եք։ Նայեք, հիմի եթե իրանք վերցնում են Մոլդովայի ճանապարհով գնալու, դուք մենք ընդդիմության մեծամասնությունը քաշված է, որովհետև ամենուրեք ձեզ խոչընդոտ ալնելու, ամենուրեք, մանավանդ եթե դուք ինչ որ տեղից կախված եք բան չունեք, որ ձեզ sense կարողանան աճ ու ձախ անեն։ Ամեն ինչ անելու են, որովհետեւ խոչընդոտեն ձեր ընդրապայքարին, դարձնեն ձեզ ձայներ փոշիացնող, ոչ թե անցնող, այլ ձայներ փոշիացնող իրանց համար։ Միգուցե իրանք այդպես հաշվարկել արել են։ Ոնց եք դուք պայքարելու։ Ասենք լավ, մի հատ Արսեն կա, մի հատ էլ ասենք Նոյան Տաբան կա։ Ու համացանցը կա։ Ոնց իրանց մոտ ռեսուրսը թենդե չասեմ էլ ինչ Արսենյան, տես, իրականում Մոլդովայի այդ ռեսուրսի հարցը չի, Մոլդովայի ամենավտանգավոր նախադեպը էր, որ իրանք կուսակցություններին չգրանցեցին եւ մենք դրա հակա թույնը ունենք, չենք բարձրաձայնի հիմա, որ իրանք էլ մեր դեմ հակա պայքարի միջոց չունենան։ Մենք պատրաստ ենք նրան, որ կարող է եւ իմ աշկի տակ ես մինիմում 3 կուսակցություն տեսնում եմ, որ եթե գնան Մոլդովայի ձևով, իրանք չեն գրանցելու այդ կուսակցություններին։ Կարակ ասեք նշեք անունները։ Մեկը ինձ թվում է կնշեմ դոգնա լինելու, որ չեն թողելու։ Չեն գրանցելու։ Կենտրոնական ընտրական տեսնում եք, այս հանցագործ կառույցը, որ մեր երկրում գործում է, սուպեր կառույց է։ Իրականում դրսի ուժերին ծառայող երկու կառույց ունենք։ Մենակ մեր մոտ չէ, աշխարհում։ Կենտրոնական բանկ, կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Հիմա տեսեք, կուսակցությունների գրանցում, ցուցակների հաստատում, ընտրության օրի նշանակում, վեճերի քննարկում, ընտրական արդյունքների վիճակում։ Չէ, հայտարարում։ Այսինքն այս իսկ ընդհանրապես ընտրական հանձնաժողովը պետք է զբաղվի մենակ տեխնիկական հարցերով։ Ուրիշ
բանի հետ նա դատավոր չի, որպեսի վեճեր քննարկի, պետքա դատավորները դա քննարկեն, հասկանում եք, կամ կուսակցությունները պետքա ավտոմատ գրանցվեն։ Մեր այս խայտարակ 4-րդ ազգային ժողովը որ կա 3 ուժով, մեր մոտ միշտ 4-5 ուժ ա եղել։ Ու գոնե մի ձև հիմա չլսենք այն խոսակցությունները 4-ն էլ մեկ ա եղել, չէ, իրականում մեր ազգային ժողովում պետք է 4-5 ուժ գոնե լինի։ Պետք է կուսակցությունները ավտոմատ գրանցվեն, ցուցակների հետ նրանք պետքա գործ չունենան։ Դոգը, հետո։ Դոգը երկրորդը մի քիչ կձեռնապահ կմնամ, չեմ ասի անունը։ Մեր ձևով է, ինչի՞ չէ։ Չէ, մեր ձևով չէ։ Այսինքն կա շանս ունի անցնելու ընտրություններին մասնակցելու։ Լավ, Արտակ ջան, ես կուզենամ, որ ավելի ասենց ատկրիտի խոսենք, քանի որ նայեք, մենք իրավունք չունենք ինֆորմացիան մեր մեջ պահելու, ասեմ ինչու։ Ես իրոք գտնում եմ, որ սա Պերելովնի, ասենք, պահա։ Այո։ 26-ին կամ մենք գնում ենք թուրքական աշխարհով, կամ մենք մնում ենք հայկական որոշակի անկախությամբ, որոշակի, նորից եմ շեշտում, ամբողջական անկախություն Հայաստանը երբեք 30 տարվա մեջ չի էլ ունեցել։ Գոնե մնանք այն ստատուսի մեջ, որ այսօր կայինք։ Սրանից առաջ։ Հիմա տեսեք, դուք ասում եք ու միջև վերջ ոնց որ չեք ասում, թե չեք ուզում թիրախավորվեք։ Չէ, ես ընդհանրապես բան Ինչի օրինակ մեր ձևովի պահով նախքին հարցին պատասխանեմ, հետո գամ այդ հարցին։ Հիմա նախքին հարցը այս false start-ը, որ պետությունը սկսել է, այսի false start-ը, էլի, այդ կեղծ մեկնարկ, որ իբր ընտրարշավը սկսվել է։ Դա անում է պետությունը իր կառավարող հանդիմությունների հետ։ Հիմնական նպատակներից մեկը ընդդիմադիր դաշտի ռեսուրսները սպառել, որպեսզի նրանք մեդիա ռեսուրսներ, դրամային ռեսուրսներ սպառվեն։ Բայց կսպառվի ընդդիմության ռեսուրսը։ Դա ես չգիտեմ, որ ընդդիմությունը շատ ախր իրանց ռեսուրսը չի սպառվելու, ցավը։ Չէ, ընդդիմության, հա, ընդդիմության ավելի շատ է, քան դե հիմա ռեսուրս սպառելն էլ ուրիշ ձևել կա, ասենք մեր հանդեպ իրանք կիրառում են, չէ, մեր հանդեպ իրանք կիրառում են որոշակի մեթոդներ։ Ընդդիմադիր ղեկավարների բանկերը, որ այս 5 տարի նույնիսկ աշխատավարձը ստացել եմ այդ բանկով, կուսակցության համագումարից սկսած աշխատավարձը սպառում են 2 ամիս, հետ են ուղարկում, ինչ-որ նամակներ են ուղարկում, գործարքը մերժվել են, բանկի ներքին իրավական, ես իմ ինչի մենք հայց ենք ներկայացնում, շահում ենք, մյուս ամիս։ Այս միլիարդը դեր մարդը ինչ աշխատավարձ է ստանում։ Չէ, ես կամաց ասեցի։ Չէ, ես իմ բիզնեսներից աշխատավարձ եմ ստանում, որ թակ ցնելու չի, դե մեկը հայտարարագրելու եմ 6000 քուվեյտի դինար, որը որ մոտ 25000-ից ավել դոլար է լինում։ Դա իմ անձնական իմ բիզնեսներից ստացվող աշխատավարձն է։ Նույնիսկ աշխատավարձս չեն թողում, որ գա կամ պահում են։ Հիմա այս կեղծ մեկնարկի հիմնական նպատակը, որ ժողովուրդը, որ ընկնում է այս սպասելի վիճակի մեջ ու արդյունք չի ստանում, ժողովրդի հիասթափեցնելն է։ Այսինքն, որ ժողովուրդը էլի ասում է, այլի սրանք այս միավորումները, որ օպոզիցիաները սկսում են վազվզել մեկը մեկին, արի դու իմ տակ, արի ես քո տակ, հասկանում ես, կամ իմ անունով չէ, քո անունով, այս կեղծ մկների վազքը, որ սկսվում է, ժողովուրդը այնտեղից հիասթափվում, ասում է բոլորն էլ նույնն են, աթոռի կռիվը, դա հենց հիմնական այս false start-ի իմաստն է։ Հիմա գանք այդ ձեր ասած ձևովին, հա, նախ ես արկածախնդրություն եմ տեսնում, իրոք այդ երիտասարդին դեմ տալը, նա չէ պատկերացնում ինչ մարդակերների Նարեկի մասին է խոսքը։ Այո, նա չէ պատկերացնում ինչ մարդակերների դեմն է կայնելու ու չի կարողանալու խոսալ։ Ու այս վերջի անգամ եկեղեցուն որ հայտարարեց բանակցողը պետքա ուժեղ լինի, մեր բառերը ասենք վերցնում են ու ասում են ինքը ուժեղ է, անցած ճանապարհ։ Հայո on-line հայտարարել ենք, ասել ենք տղա ջան, կարող է սխալվում ենք, երիտասարդ ջան, մի հատ անցած ճանապարհը հրապարակի։ Մերը մենք չենք հրապարակել։
ամբողջ WikiLeaks, Google, քնչական ծառայություն, Ձեր հետ ուղղված։ հա, մերը հրապարակված է։ Քոնը չգիտեն, կարող է սխալվում ենք իրոք մեր ինֆորմացիային, ասենք բիզնեսներին տիրություն անող, քանի որ իր հայրը ոնց որ ասած թոշակի անցած 2-3 հոգով հավաքվում են ամեն օր, ասենք բաժակի շուրջ, չեն էլ հետաքրքրվում բիզնեսով, Նարեկ ջան ճանապարհ ես անցել, կամ եթե գալիս ես քաղաքական դաշտ, արդեն կեղծ կոչերով հոպարը բարերար, հոպարը չգիտեմ, չի կարա բանկ ունեցողը բարերար լինի, չկա այդպես բան, բիզնեսի մարդը Որն է բարերարը։ բարերարը, որ ասենք ոչ թե ժողովրդից է 1000 հոգուց տուն վեկալես գաս մեկին տուն տաս, ասես դու բարերար ես։ Մենք երբ որ մտանք պայքարի մեջ քաղաքական, մեր ամենամիակ Նայրոբիի մեջի կազինոն եւ ամենամեծը մենք փակեցինք, քանի որ չէր լինում քաղաքականություն ու բիզնես, այսինքն առավոտ շուտ հերթ էր կազինոյի դրան դիմաց, կանայք երեխաներով, ասում էին ամուսինս Փողը սաղ կորցրել է։ հա եկել է ձեր կազինոյում կորցրել է, ու մենք ճանաչում ենք այդ մշտական կնոջ հետ խաղացողներն են։ Կամ վռնդում ես, քաղաքական դիակ ես դառնում, կամ անդադ փողը հետ ես տալի, բիզնեսը կորուստներ է կրում։ Եվ մենք կանգնացրեցինք, հիմա դու բիզնեսմենը միշտ անձնական շահով չի կարող գալ մտնել քաղաքականության մեջ, հետո 10 տարի հեծ ունեիք։ Հեծի վիճակը նայեք։ Գնում եք սահմանամերձ, խոսում եք, էս անենք, այն անենք, ժողովրդից կտրված։ Ստոլբեքը նկարեք, ռելսի վրա փեդից ստոլբեկ տնգծրած, այդքան է փող եք վերցրել, որ գյուղացիները սահմանամերձ չասեմ, սեզոնը սկսվում էր այդ իրանց հողի ղամիշները, որ վառում էին, հիմա չասենք օրինական չի ղամիշ վառելը, սաղ կյանքները վառել են, հիմա ասում են միկրոֆլորայի համար դա վնասական է, դրանից այդ փեդից ստոլբեքը կպնում էին, սաղ գյուղը լույս չէր ունենում, բա փող էիք, բետոնից դնեիք, բա Հիմա ձեր ասելով դուրս է գալիս, որ արկածախնդրություն Նիկոլ Փաշինյանը ճիշտ է արել, որ հեծը վեկալել է։ Չէ, տեսեք, հեծը վերցնելը որպես հեծ, պետության ձեռքին Իրանք են գտնելը հիմնավորում, որ քայքայված, մաշված, ոչ պատշաճ, դրա համար էլ իրանք վերցնում։ ոչ պատշաճ, ես համաձայն եմ, որ ոչ պատշաճ, հա։ Ու այսօր իրանք ցուցակներ են հիմա հրապարակում, այսքան տոկոս կոմունալները չի կարող վճարել, բայց 10 տարի չէիք տենում, քանի հատ հարևանի հոսանք եմ մուծում, ամոթ ասել, էլի սենց բարերը, որ ձմեռը չսարեն։ Մի րոպե ուշանում է, անջատվում է։ Այդ ցիֆրավոյ շոչիկները, որ բերեցիք, դրեցիք, որ դա նույնիսկ այդ տելևիզորի կարմիր լույսից ֆռում է շոչիկս։ Հասկանում ես, որ առաջ չէր ֆռում, բայց ում գրպաններ գնում։ Հիմա ինչ վերաբերում է պետության կողմից, միապետության կողմից վերցնել հեծը, տես կա լավ օրինակներ հեծը պետություններին պատկանող, եվրոպական, Ֆրանսիա կա մի քանի, բայց այս դեպքում դա նմանա Վենեսուելայի, Պարսկաստանի օրինակներին, երբ որ ընտրություններից առաջ թիրախավոր հոսանքահանջատումներ, ընդդիմադիրների, կներես, երբ որ ընդդիմադիրները փորձում էին գեներատոր աշխատացնել, որպեսզի իրանց ստուդիաներում հոսանք լիներ, քաղաքապետարանը գալիս էր եւ ասում էր աղմուկ են բողոքում հարևանները կամ այդ ծուխի հոտ են բողոքում եւ ամեն կերպ Վենեսուելայում եւ Պարսկաստանում անջատում էին թիրախավորված ընդդիմադիրների գործունեությունը, չել չասած որ ընտրությունների ժամանակ որտեղ եմ ասում ուզում անջատում էին հոսանքը։ Հա, դե հիմա ավելի հաճախ է լինելու, քանի որ հիմա պետության ձեռքն է։ Հա, հիմա տեսեք, լավ, անցնենք այդ պատմությունից, գանք ձեր կուսակցության։ Ինչքան արդեն մարդիկ ունեք գրանցված ձեր կուսակցության։ 3700 հոգի։ 3700 հոգիներ գրանցվել են, դա բավականին մեծ թիվ է, արդեն կարճ ժամանական տասկում գրանցված, բայց դուք քանի որ ասեք դա false start է, ես չգիտեմ, ես հարցը տամ թե չէ, բայց պիտի տամ։ Դուք ձեր համար
նախանշում եք հերվից նայում եք կուսակցություններին, որը ինչ անում, որովհետև տեսեք, այդ նույն Մոլդովայի փորձը ցույց է տալիս, որ պետք է համախմբվել, պետք է միանալ, որովհետեւ մեկ երկու խոշոր բևեռով գնալ, որ չկարանան չգրանցեն դաշինքներով։ Դուք այտենց ճանապարհ ձեր համար տեսնում եք, թե վсё, որոշել եք մենակով մինչև վերջ Արսեն ջան, գնալու։ հիմա չգրանցվելու, էլի ասում եմ, այդ չգրանցվելու հարցը մենք գիտենք ինչ քայլ ենք անելու, էլի չեմ բարձրաձայնի, ինչ վերաբերում է համախմբվելը։ Տես Արսեն ջան, համախմբվելն էլ էլի պետական օրակարգեր կա, մասնատել, համախմբել։ Մասնատելը դե պարզ է ժողովուրդը հասկանում է, իսկ համախմբելն էլ ինչ է անում։ Կառավարվող կուսակցություններ է ստեղծում, որոնք որ առաջ են գալիս թեժ ինչ որ խոսքերով եւ ասում են միացեք, ով որ չի միանում, ասում են սրանք են քխեն, վատն են, հա, երբ որ դու դրանց միանում ես, նրանց գործը, հիմնական գործը, հիմնական օրակարգը դնել երկրորդ պլան, իրանք ունեն ռեսուրսներ, իրանք ստանում են դրա համար փող, թե հիմա ինչ կերպ կլինի, ցույցերի կերպով կլինի, թե կքայլացնեն ժողովրդին, կհոգնածնեն, իրանք կփչանան, քեզ էլ հետը կփչացնեն, հա, ժողովրդի լեզվով այդ փչանալ ասել։ Հիմա ժողովրդի հիշողությունը լավ է, էլի, հիշում ես շարժումները եւ դրանով այդ շարժումը քննացնել ժողովրդին հիասթափեցնել։ Ամենամեծ հաղթանակը պետական, երբ որ ժողովուրդը ասում է, այս անգամ էլ չստացվեց։ Իսկ հիասթափված անձը միայն անցնում է իր անձնական շահերն է դիտում։ Պետության ամենամեծ հաղթանակը ժողովուրդ հիասթափեցնելն է։ Ու այդ համախմբած շարժումները, որ կան, հասկացեք, այդ 70,000 որ հավաքվում է, չէ՞, այդ 70,000-ից երևի 5,000-ը կուսակցական կարող է լինի կամ 10,000-ը։ Դրանք այդ կառավարվող կուսակցությունների համար վտանգավոր զանգվածն է, հա, ժողովուրդը թող կների, որ ես զանգված եմ ասում, հա հիմա այդ մարդկանցից իրանք վախում են, դրանք չասոցացված, հա, այդ անգլերեն non-affiliated մարդիկ են, որ ամեն րոպե կարան գան միկրոֆոնը խլեն, բեմը խլեն եւ ուրիշ կոչեր անեն եւ գնան հարց լուծեն, ոնց որ նոյեմբերի 9-ն էր, երբ որ ազգային ժողով մտան, դա ոչ non-affiliated Ոչ, չէ ասի ամբողջական, ուղղորդողներ ունեն իհարկե, պայմանավորված։ Հենց չգիտեմ ոնց եղավ, որ ընդամենը 10 րոպե հետո արդեն կանած էին ընդ, ասենք, ոնց որ իրանք ճանապարհին էին արդեն ընդ, նոր իմացան այդ թղթի համար, այսինքն մի քիչ էս կասկածելի բաներ կար։ Չէ, կար, բայց հիմնական մեծ մասը դուրս եկավ, երբ որ լսեց լուրը, որ ստորագրվել է, հա։ Հիմա դրանցից վախում են։ Իրանց գործը այդ Նյուտոնի օրենքը ոնց է, որ էներգիան ոչ մի տեղից չի ծագում, ոչ մի տեղ չի կորում։ Այդ էներգիան բաշխեն, հեռացնեն։ Այդ էներգիան պետք է քայլացնեն, հիասթափեցնեն։ Վերջում կմնա 5-10,000 հոգի, 2,000 հոգի, իրանց թիմակիցները տանեն մի թեթև բախման, քայլելու ընթացքում էլ ինչքան ազգային կա, ոստիկանները հատ-հատ բռնեն, տանեն, փագեն կամ հետևից ընկնեն փախնի կամ տնային կալանքի տակ դնեն, այդ 2,000-ներ որ կմնա վերջում, մեկը ամոթի խաթր, մեկը անձնական հարաբերության խաթր, ասենք ձեն չի հանելու այդ տվյալ ղեկավարի հանդեպ, էլի ֆռալու են գնան։ Արտակ ջան, ես հասկացա հիմնական միտքը, դուք աշխատելու եք այն զանգվածի հետ, որը կողմնորոշված չի։ Ինչ եք առաջարկելու այդ զանգվածին, որ հիասթափված կամ ոչ կողմնորոշվածը։ Նախ պետք է այդ ժողովրդին համոզել չասենք, հասկացնել, որ պետք է մասնակցեն ընտրություններին։ Դա ամենադժվար մասն է, որովհետև այդ չմասնակցելն էլ էլի պետական հաղթանակ է։ Եթե չեն մասնակցում, ասենք պետական ռեսուրս գումարած, չնայած մենք քայլեր ունենք անելու պետական ռեսուրսը կրճատելու, առաջի հարցը նրանց գիտակցորեն հասկացնել, որ իրանց ձայնը փոխում է
իրանց ապագան, ոչ թե այդ ստերեոտիպները պետական, որ իրանց գլխի մեջ մցրած է, այդ ստերեոտիպները հանել, այսինքն ինչ ստերեոտիպներ ունեն, քվեարկի մեկը որոշված է, կարևոր չի ոնց քվեարկես, կարևորը ոնց կհաշվեն։ Հա տենց մի քանի ստերեոտիպ կա, հա, որ պետությունից ձև ուժերով, հարթակներով ամեն օր լցվում է, թե սարաֆանի ռադիոյով, թե հարթակներով, այնց խելոք լցվում է ժողովրդի ենթագիտակցության մեջ։ Առաջին հերթին իրազեկել ժողովրդին հասկացնել, որ իրանց ամեն մեկի ձայնը նշանակություն ունի եւ ամեն մեկի ձայնը ապագա է, ոչ թե այդ ապագա բառնել են փչացրել, հա, վաղվա օր է ստեղծում, վաղվա օր է ստեղծում։ Լավ ծանոթ ունեմ, վերջերս եմ ծանոթացել Լևոն այդ դերասանը, հա, ինքը վաղվա օր է ասում ու իրոք։ Կստացի Լևոնը ձեզ է, ոնց որ ձեր ուժին է հավատում։ Հա, ես չէի ճանաչում, ես առաջի անգամ դատարանի դիմացն եմ։ Ինքը հանրաճանաչ դերասան է ու Չէ, ես տեսել էի իր ֆիլմերը, ես նկատի ունեմ։ Ինքը բավականին մեծ Իմ ամենասիրած ֆիլմերից մեկը այդ կորած մոլորվածը, որ դուրսն է։ Հասկանալի է։ Տեսեք, Արտակ ջան, ես հասկացա ինչու մասին է խոսքը, ինչպես եք փորձելու աշխատեք ըստ էտապների։ Դուք ունեք ցուցակ արդեն։ Ունենք ցուցակ, կազմվում է ու ասեմ, որ ցուցակի 40%-ից ավելը ոչ կուսակցականներ են լինելու։ Երբ պատրաստ կլինեք, լինի իմ մոտ, լինի ձեր հարտակներում, ոնց երբ եք դուք Փետրվարի սկզբին ձեր կառավարության անդամների, Циневой правительства կառավարության ձեր անդամների, ով ինչ նախարարություն անելու, ոնց անելու, երբ եք հրապարակել։ Փետրվարի սկզբին։ Ես փետրվարի սկզբին կտեսնեմ Արտակ Ղարաբեդյան, կներեք, Արտակ Սարգսյանի սայտակում էր ոչինչ։ Ոչ։ Արտակ Սարգսյանի վարչապետության օրոք, ովքեր են լինելու նախարարները, ովքեր են լինելու ուժայինների ղեկավարները, ես ամբողջովին տեսնում եմ։ Այդ մարտիկ անոնսով կասեք, ծանոթ են մեզ։ Մենք ճանաչում ենք, լայն շրջանակներին ծանոթ են, թե ուղղակի, ասենք, դուք գիտեք, որ ինքը պրոֆեսիոնալ է, բայց այդքան ճանաչություն չունի։ Բերենք, դնենք, նայենք ինչ ալնում։ Տեսեք, ահագին շատ գիտնականներ կան, որ ժողովուրդը ծանոթ է, եւ ոչ կուսակցական, քանի որ անձամբ եմ խնդրել գիտնականներին, նույնիսկ Լևոնին վերջերս խնդրել եմ, որ կուսակցական անդամ չդառնա, հարցրել է ինչի, դիմել էր կուսակցության, ասել եմ հարցրել է ինչի, ասել եմ Լևոն ջան, քեզ սահմանափակման մեջ է դնելու, ամեն ինչ պետքա մեզ հարցնես, մեր հետ համաձայնեցնես, ասել եմ Լևոն ջան, դու սենց ավելի լավ է, էլի անկուսակցական եղի, էլի դու մեր հետ ես, մեր ժողովրդից ես, բայց անկուսական շատ գիտնականներ հայտնի, որ մեր ցուցակի մեջ են եւ չի կարա նորմալ կուսակցությունը գոյատևի միայն կուսակցականներով։ Մեր մոտ 40%-ից ավելին լինում է անկուսակցական։ Արտակ ջան, ազգանունը վախենում եմ, արդեն սխալվում եմ։ Չէ, ես հիշում եմ։ Արտակ ջան, կարակ հիմա հենց հիմա մեր մեր ընկերների, ասենց ասած, մեզ դիմում են հիմնականում դիտում են ընկերներ, մեզ ճանաչողներ։ Եթե անգամ դաժե չեն դե մեր հայրենակիցներին, Սփյուռքի մեր հայրենակիցներին նույնպես կարակ ասեք հստակ ես եւ Քոչարի կուսակցությունը երբեք ոչ մի կերպ, ոչ մի անգամ չի համագործակցի Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկված ինչ որ կառավարության կամ խմբակցության հետ ոչ մի պարագայում մենք չենք համագործակցի։ Դուք կարաք այդ ասեք։ Ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլ ներկայիս ազգային ժողովում գտնվող ուժերի հետ մենք երբևիցե չենք համագործակցի։ Այսինքն, եթե դուք անցնում եք շեմը, որոշակի տոկոսով ես չեմ ուզում ասեմ ինչքան, թող դա ժողովուրդը կորոշի։ Անցել եք եւ ասենք օրինակ Ռոբերտ Քոչարյանի ուժն անցել։ Օրինակ եմ ասում դա։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը հավաքել է 49%, դուք երկուսդ միասին մեծամասնություն եք։ Դուք չեք միանալու Ռոբերտ Քոչարյանին թողնելով Նիկոլ Փաշինյանին ինչ։ Մենք չենք միանալու Ռոբերտ Քոչարյանին, ոչ էլ միանալու ենք Նիկոլ Փաշինյանին։ Ես այդ ձեր ասած
թվերը, մի քիչ կասկածում եմ, որ այդպես թվերը Ես լինելու։ տարբերակ եմ ասում։ Ես չեմ ասում, որ Ռոբերտ Քոչարյանն անպայման կարող Ռոբերտ Քոչարյանը չանցնել։ Ինչ որ մի X ուժ անցել է, բայց այդ X ուժն էլ այդ նույն մարդիկ են, ում որ դուք հիմա նկատի ունեք։ Նիկոլ Փաշինյանին թողնել, որ ինքը ինչ որ մի ձև թեկուզ վերընտրությունների միջոցով վերարտադրվի, թե все-таки գտնել մի բան, որը կարա միավորի, ասենք թեկուզ եւ դուք եք վարչապետը։ Չեք համաձայնվի այդ դեպքում։ Ես հասկացեք, մեր ժողովուրդը պետքա հասկանա, որ հենց այս վարչապետ ընտրելը դա ազգային տրագեդիա է։ Հասկանում եք, ժողովուրդը գնում է վարչապետ ընտրի, ժողովուրդը գնում է քաղաքապետ ընտրի։ Ես ինչքան հիշում եմ, քաղաքապետի, Գյումրու քաղաքապետի ընտրությունների ժամանակ ձեր մոտ ինչ-որ մեկի հետ, չեմ հիշում ում հետ էր հարցազրույցը, երբ որ ես հարցեր տվի, ասի Ժողովուրդ ջան, երկրորդ համարի անունը ասեք։ Ոչ ոք երկրորդ համարի անունը չտվեց, այսինքն այս ազգային տրագեդիան, որ մեր ժողովրդի մեջ մտել է, որ գնում ենք վարչապետ ընտրենք։ Վարչապետը հաշվետու է ազգային ժողովին, ոչ թե հակառակը։ Այն ինչ որ այսօր գնում եք ծրագիր ընտրելու, ոչ թե։ Այո, այն ինչ որ այսօր կատարվում է, որ մարդն էլ բացահայտ ասում է, ես եմ իշխանությունը, ես եմ կառավարությունը, ես միանձնյա ունդ թքում, չափալախում, այդ ազգային ժողով գոյություն մարդը հաշվետու է այդ ազգային ժողովի առաջ, բայց գալիս է թքում է, որ եք շիշա շպրտում, չափալախում, այսինքն այդ ազգային ժողով իմաստը կորել է։ Հիմա Սա ֆիքսում եք, ոչ մեկի հետ չեք համաձայնվում։ Ոչ մեկի հետ։ Անցնեք, չանցնեք, ինչ լինի, Արտակ Սարգսյանը ինքը գնում է Քոչարի կուսակցությունով ու մնալու է Քոչարի կուսակցություն, ոչ մի քանի որ եթե նույնիսկ Քոչարյանին միանանք, էլի Նիկոլ Փաշինյանն է։ Մեր համար այդ մարդը նորություն չի կարա բերի, հասկանում ես Արսեն ջան։ Չէ, մարդու մասին չի խոսքը։ Ստեղ Նիկոլ Փաշինյանի ոչ վերարտադրվելու օրինակ կարող լիներ տարբերակ, տես կարեք ասեք Արսեն ջան, եթե իրանք համաձայնվեն, որ մենք լինենք վարչապետի տեխնազում մենք տանք, այդ դեպքում ես կարողանամ կառավարեմ անգամ այն, որ իրար հետ դաշինք ենք, որբիսի չվերարտադրվի օրինակ Նիկոլ Փաշինյանը, ես կհամաձայնվեմ այդ տարբերակին, որ ինձ առաջադրեն վարչապետ, իհարկե ինչ որ պարտվելները իրանց տալով։ Այդ դեպքում միգուցե լիժբե չլինի Նիկոլ Փաշինյանի ուժը, բայց դուք ասում եք ոչ, ես ֆիքսում եմ իմ մոտ ոչը, ու այս YouTube-ում էլ ալները բոլոր տեղերը վնելա։ Ժողովուրդը թող իմանա, որ դուք ասում եք ոչ մեկին։ Տես Արսեն ջան, հանրային ձայն կուսակցությունը հիշում եք քաղաքապետարանի ընտրությունների ժամանակ հարց կար Նիկոլ 1 տալ, թե Նիկոլ 2 տալ ձայները։ Հիմա թե այնտեղ տար, թե այնտեղ տար, տարբերությունը ո՞րն էր։ Սա ինչ տեղի ունեցավ ավականում այդ ում երեսից այսօր Ավինյանը բանա քաղաքապետա։ Ունեք վերլուծում։ Հանրային ձայն կուսակցությունը, որ ժամանակ հանրային ձայնը Վարդան Ղուկասյանի հետ էր թե չէ։ Վարդան Ղուկասյանի որոշումն է եղել դա։ Ես դժվարանում եմ ասել իր որոշումն է եղել, ոնց է Իրանից անձամբ չենք բացատրություն տվել է, որ ինքն է եղել որոշողը։ Տեսեք, քանի որ ինքը հանդիսանում է միայն պատվավոր ղեկավար, հա, կուսակցությունների, այսինքն ամեն րոպե եթե չկա, այտենց պաշտոն պետրեգիստրում չկա էլ պատվավոր ղեկավար, հա, դա ներքին ինչ-որ կուխնյանը։ Նույնիսկ եթե ինքը ասեր չէ, քեզ թվում է այդ կուսակցությունը Ես չգիտեմ կուսակցական չեմ եղել, ես չգիտեմ այդ շարժումները չկա, այտենց պաշտոն, որը որ կոչվում է պատվավոր ղեկավար։ Կարաս մտնես պետրեգիստր, կայքան այս, այսինքն կա կուսակցության ղեկավար գրանցված, որ ասենք չկա ինչ-որ մի մեխանիզմ, որ այդ ղեկավարը, եթե վաղը ասի, սենց պետք է արի, իրան լսելու են, այդ ղեկավարին կարան վախացնեն, այդ ղեկավարին կարան առնեն, տարբեր, ես հիմա չեմ խոսում դոկ կուսակցության ղեկավարին կամ չեմ ուզում վրան ստվեր դնեմ, թե այդ կինը կարող է Տիկին Խուդավերդյանը, հա, մենք լավ շփվում ենք, որ ինչ-որ կարող է ծախվի կամ վախեցվի, բայց ամեն ինչ հնարավոր է կյանքում։ Արտակ ջան, բանավեճի գնաք, եթե Սիրով հրավեր կլինի իմ կողմից։ Սիրով։ Շատ լավ, դա էլ ֆիքսեցինք։ Հա, անցնենք ամենածանր հարցերից մեկին, քանի մոդենում է 28-ը ամսի։ 2025 թվականի դեկտեմբերի 28-ը, ինքան իմ մոտ
շնչառության ասենց ասած ոչ բնական բան ալնում։ Այսինքն սրտից խփոսները արագանում են, ինչ որ կանխա ես ինչ որ վտանգ եմ կանխատեսում։ Ես ինչ որ, չգիտեմ, ներշնչված եմ, թե ավելի շատ էմոցիոնալ տագ եմ, ես լսեցի, որ վեհապարը չի անելու պատարագը, ինչ որ հանձնարարված է ուրիշի։ Դուք ո՞նց եք համարում, դա հետ քայլ էր, թե իմաստուն քայլ էր, որովհետեւ թույլ չտա իրեն անհարգելու ֆիզիկապես եւ կամ թույլ տան, որովհետեւ բոլոր կողմերի հավատացյալները չագերտավոր մի կողմը իմ համար դա Աստված կդատի, բայց չագերտավոր հավատացյալը չի կարա դուր կոդրի եկեղեցու, նա դուր կառուցում է, դնում է։ Ինչպիսի լուծումներ եք տեսնում այս խնդրին, ասենք ամսի ինչ 28 ինչ վիճակի։ նկատի ունես Ամսի 28-ին հայտարարված է, որ Նիկոլ Փաշինյանը, այսինքն ոչ թե հայտարարված է, այդպես լուրեր կա, որ գնալու է պատարագի վեճ դնելու այս հարցին, կաթողիկոսի հետ կապված։ Կան նաև լուրեր են տարածվում, որ կարող է փակված լինի ամբողջ տերիտորիան, որովհետեւ իրանք մենակ կարան անել այդ ամեն ինչն անել իրանց խմպակով, իրանց այդ 10 տիրադավներով։ Հիմա ուզում եմ հասկանամ, այստեղ վեհապարի անձի հարցը չի։ Դուք լավ գիտեք, այստեղ արդեն պատվի հարց է, ամբողջ աշխարհին ոնց ենք ներկայանում մեր եկեղեցու խնդիրներով եւ այլն։ Ինչ լուծումներ եք Ես տեսնում։ մտածում եմ, որ դա կեղծ ինֆորմացիա է լարվածություն ստեղծելու համար, ոչ մի օֆիցիալ աղբյուրից դեռ չեմ տեսել, որ Նիկոլ Փաշինյանը ռեակցիան ժողովրդի։ գիտես ինչ կա, նրանք ռեակցիա ստուգելու համար այդ հայտարարություններին պետք չի, նրանք իրենց սոցհարցումներն ունեն, լավ։ Արսեն ջան, հիմա այս վերջի անգամ տեսանք, հա, քաղաքացիական շորերով անվտանգության աշխատակիցները, որը որ իրավունք չունեն, ասենք, մեր փողերով աշխատավարձ ստացողները, այդ ձեր ասած 10 հոգուն ուղեկցում են, տանում են եկեղեցի։ Հիմա գանք ժողովրդի կողմից։ Կոչ անել, որ ժողովուրդ ջան, հելեք պաշտպանեք, ինչը պաշտպանես։ Ստեղծես պետությունը ռեսուրսներ ունի ազդելու։ Մի նայեք այն մի անգամ, որ չկարացին իբր եկեղեցի մտնել, չէ, այտենց բան չկա, ուզենային կմտնեն։ Հա? Ինչ է դա։ Առաջին անգամն էլ եմ եղել, երկրորդ անգամն էլ եմ եղել այնտեղ։ Ես տեսնում եի, որ եթե ուզենան ուժայինները 5 վայրկյան հետո մեզ կտաբալեին, 100%։ բայց չարեցին, հետ քաշվեցին։ Ինչու՞։ Դա ճեղք է, որ արդեն բռնապետների մոտ ստացվում է, չի ստացվում, այսինքն դա ճեղք է տալիս, համակարգը ճեղք է տալի, դրանից հետո ալֆայի ղեկավարին հանեցին, գործից փոխեցին, միևնույնն է, ճեղքը կա։ Բոլորն է հասկանում են, որ ոչ մի իշխանություն մշտական չի եւ մեր ազգը ներսից աստվածապաշտ ազգ է եւ կատարվեց այն ինչը որ չէր սպասվում։ Հիմա ամսի 28-ի վերաբերյալ, եթե գնալու է, վեհապարի կոչն էլ չեմ լսել ճիշտն ասած, այտենց հայտարարություն է եղել Չէ, վեհապարը կոչ չի արել, ուղղակի արդեն հայտարարվել է, որ ինքը չի լինելու։ Օֆիցիալ հայտարարություն է եղել Սուրբ Էջմիածնի վեհաբանի իրանց ինչ են ասում, վեհարանի կողմից, որ ինքը չի լինելու պատարագ մատուցողը։ Պատճառը չեն ասել, երևի թե բոլորիս համար հասկանալի է պատճառը որն է, որովհետև իրանք Նիկոլ Փաշինյանեն իրանց կողմնակիցները ասել են, որ գնալու են կոչ անեն հանգստի գնալու։ Այսինքն իրանց կոչ անելը 18 թվականին մենք տեսել ենք օձիգից քաշել, անհարիր բառերով ինչ բառեր ասես օգտագործել։ Ես անձամբ վեհապարի, ասենք, անձի պաշտպանը չեմ, հասկացեք։ Ես ընդհանրապես, ես ավելի շատ եմ քննադատել մեր եկեղեցականների գործունեությունը, քան որևիցե մի բլոգեր։ Բայց ես այդտեղ ուրիշ բան եմ տեսնում, ես ագանջներ եմ տեսնում, ես հայկական չեմ տեսնում այս ամեն ինչի խնդրի լուծումը։ Իհարկե, տես Արսեն ջան, ոչ վեհապարը, ոչ Նիկոլ Փաշինյանը այդ որոշողները չեն։ Նիկեայի հանդիպումից հետո սկսվեց ռուսական առաքելական եկեղեցին, հիմա կոնկրետ խնդիր է դրված հայկական առաքելական եկեղեցին քանդել կամ միացնել կաթոլիկներին կամ սարքել արմյանսկը եպարխիա, հա։ Հիմա որ կողմ կգնա։ Ոչ Նիկոլ Փաշինյանն է այդտեղ որոշում, ոչ վեհապարը, բայց այս երկուսը, որ այս հակամարտությունը սկսել են, մենք շատ վատ բան ենք ունենալ։ Ունենալ ենք Ֆրանսիայի հայկական եկեղեցի,
ունենալու են Ռուսաստանի հայկական եկեղեցի։ Տարանջատվելու ենք։ Այո, տարանջատվելու են։ Կնեն չի որ մենք մի աթոռ ունենք, հիմա 4 թե 5 աթոռ ունենք։ Հա, բայց էլի ղեկավարվում է ստեղից որոշակի չափով։ Հա, հարցը եկեղեցին չի, հարցը սփյուռքն է։ Այդ սփյուռքը, որ համախմբված այս եկեղեցու կողքին, այդ սփյուռքի նախարարության ձախողումները, այսինքն ոչ թե ձախողվեցին, այդ նախարարությունը իմ առաջարկով էր բացվել։ Արեցին կեսը։ Հիմիկվա այդ սփյուռքի հետ կապերը քանդելը, եթե հիշում եք, քանի տարի առաջ էր Էլդողանը, որ ասեց Հայաստանի սփյուռքը դա թույն է։ Եկեք խոսանք։ Ամբողջովին ինչ ասել է Էրդողանը, այսօր դրվի Եկեք խոսանք, ով է այդ թույնը ստեղծել։ Իրանք են ստեղծել։ Իհարկե։ Հա, ու եթե խախտված Ոչ թե իրավունքները թույն կասեի, այլ հագաթույն։ Չէ, Իրանք են թունավոր, մենք հագաթույնն ենք։ չէ, ինքը հայտարարեց, որ Հայաստանի ասածը- սփյուռքը, ուզում եմ ասեմ, ինքն է ստեղծել այդ թույնը։ Այո։ Իրանք են ստեղծել ու չեն գալիս չոքեն, որ այդ հարցը լուծվի, հասկանում ես, հիմա իրանք ուրիշ ձևով են գնում։ Ոնց է չոքեցնելով։ Արդակ ջան։ Արսեն ջան, Ես քո հիմա բարից լավ աշխարհը բռնեցի, որովհետև գիտեմ, որ դու սկզբունքային ձևով ունես լուծումներ, թե Արցախյան խնդրի հետ կապված, թե Հայաստանի սահմանների, թե ընդհանրապես Հայաստանի գոյատևման համար։ Տես Արսեն ջան, շուտ է խոսալը, տես, եթե այն ժողովրդի լեզվով ասած քարտերը մեր համար լավ լինի։ Ամերիկան, եթե ՆԱՏՕ-ից դուրս է գալի, մենք կարանք ոտներից գցենք Թուրքիայի քայքայումը նայենք, հանգիստ։ Չմասնակցենք ու նայենք, հա։ Մյուս կողմից Ռուսաստանի թուլացումը։ Ռուսաստանը որպես այսպիսի Ռուսաստան կմնա, ես շատ կասկածում եմ։ Անունը Ռուսաստան կլինի, թե չի լինի։ Դաժե։ Հա, ինքը ցույց տվեց, որ ինքը կարա անverջ պատերազմ տանի, բայց հավատա, ներսի կոնֆլիկտը Բայց առաջին անգամ չի էլի, որ Ռուսաստանում կոնֆլիկտներ են եղել ներսի։ Տեսասամը չքանդվավ։ Հա, բայց ինքը ավելի մեծ իմպերիա ԽՍՀՄ-ից առաջ եմ ասում։ Հեղափոխությունը 17 թվականը ինքը ավելի մեծ իմպերիա սարքեց, չէ՞, ինչքան գիտեմ։ Արսեն ջան, տես, արի դու գիտես ինչին նայի 45 թվականից հետո, երբ որ այդ ֆրոնտավիկները հետ եկան, մաքրեցին ամեն ինչ։ Սաղ պաշտոնները իրանք էին։ Հիմա այս ռուսը լավ էլ հաշվում է, քանի դիակ կա, երբ կկանգնացնի, թե չէ գալու են էլի այդ նույն 45 թվականը, մտնեն, ամեն ինչ մաքրեն, իրանք լինեն ղեկավարները, այսինքն նրանք հստակ դիակների քանակով հաշվում են, երբ պետք է կանգնացնեն։ Այսինքն այսօր խոսալ, որ մենք պետք է հստակ քայլեր հենց այսօր անենք Թուրքիայի դեմ Թուրքիային չոքացնելու, չէ, իր հարցը վաղուց։ Դա ժամանակ է պահանջում, իհարկե աշխատանք, ժամանակ։ Տես, գաղտնիք չի, էլի արդեն հայտարարել եմ, երբ որ Օբաման Քենիայում էր, Հայաստանի պատմությունը ինձնից լավ գիտեր։ Ես անկեղծ եմ ասում, պատմություն լավ չգիտեմ, քանի որ մի գիտություն, որ կարող է խմբագրվի, ես իրան ճշգրիտ գիտություն չեմ համարում, միշտ էլ պատմությունը քաղաքական ուժի գործիք է եղել։ Երբ որ հայկական հարցից էինք խոսում, նա ինձ հարցրեց, ասեց Մահմեդական Հայաստանին ոնց ես վերաբերվում, այն կողմը, ոչ թե այս Հայաստանից։ Այսինքն նրանց մոտ հա վաղուց կա, որ պետք է Հայաստան ստեղծվի, հա, պետք է Հայաստան ստեղծվի, հակակշի Ռուսաստանին ու դա լինի Ամերիկայի լիազորը մեծ Հայաստանի Վիլիկա Արմենիայի միտք առաջարկեցին ձեր։ Չէ, իրանք ունեն էդի վաղուց։ Ինքը հարցրեց, ասեց այդ մահմեդական Հայաստանին ոնց ես վերաբերվում, ես ասեցի շատ վատ։ Ասեց, բայց այդքան հայերին ինչ ես անելու։ Ես իրան ասի դու դրանց մասին մի մտածի, դու մտածի, որ քրդերին ընդեղից հանես, թե չէ որ եղավ Ամերիկայի մաս, այդ քրդերին փեդովեչ ես հանի, էլի ընդեղից, ասի սկզբից մտածի մի հատ Քրդստան ստեղծես, քրդերին ընդեղից հանես, հետո նոր այդ հայերի գենը ոնց կզարթնի, դա մեր գործն է։ Թուրքիայի հարցը վաղուց դրված է, հիմա այդ մասը թողենք։ Կարևորը այս մեր ռեգիոնում թույլ օղակը մենք չդառնանք, որովհետև միշտ կոմունիկացիաները աշխատելու է, թույլ օղակին վերացնելու են։ Եթե Այսինքն դուք կրկնում եք այն թեզը, որ վարձկաններին
100%։ Պետքա բերվի Հայաստան։ 100%։ Մենք Արսեն ջան, հասկանում ես այսօրվա պատերազմները բարձր տեխնոլոգիաներ, վարձկաններ ասենք, թե պրոքսի բանակներ ասենք եւ քո ուժը պահպանել, ինչքան հնարավորին շատ պահպանել, նախ մենք մարդկային ռեսուրսը չունենք։ Այսինքն մի րոպե, տեսեք, այդ շատ հետաքրքիր բան եք ասում, ճիշտ է, մոդենումը արդեն ավարտին, բայց այն թեզը, որը բերելու է ԿՊ-ն ընդրությունների ժամանակ, որ տեսեք մենք խաղաղություն ենք բերում ձեր զավակներին, վտանգ չի սպառնում, դուք կարաք հագա սենց պլանով գաք, այ տեսեք, ոչ թե մենք ասում ենք 1 տարուկես խրամատում, այլ ոչ թե 2 տարի, այլ ոչ խրամատում։ Այո, տես Արսեն ջան, ԿՊ-ի խաղաղությունը, որ մեր ընդդիմությունն էլ ԿՊ-ն մոնոպոլիզացրել է այդ գաղափարը, հա, ու ընդդիմությունն չի գտել, թե չի ուզում ինչ-որ բանով հակազդի դրան, եւ Նիկոլը այդ փաթաթան սարքած խաղաղություն, բայց իրականում դա զիջողականություն է։ Իսկ երբ է դա ձախողվելու, ես հստակ ասեմ, Ադրբեջանը 153 միլիարդի հայտ է ներկայացրել հաղթելու է, քանի որ Եվրոպան, թե Արևմուտքը հասկանում է, որ Նիկոլ Փաշինյանը դա ոչ մի արևմտամեդել չի, նա ռուսական մարդն է, Ռուսաստանի Կրեմլի մարդն է, եւ լավ էլ հասկանում են, որ հաղթելուց հետո գնալու է Դարագոյ Վլադիմիր Վլադիմիրովիչ, մյուսն էլ ասի Դարագոյ դրուգ, փաթաթվեն, իրար շնորհավորեն եւ այնց են անելու, որ այդ հայտը Ադրբեջանի բավարարվի։ Երբ որ բավարարվա, մենք կանգնած ենք պատերազմի առաջ։ Միջազգային պրակտիկայում դա սովորական գործ է, փող չունես, հողդ պետք է տաս։ Այսինքն այդ հողը տալու ենք։ Պատերազմ հոժարկանքով չենք տա, պատերազմով կսարքեն մի քանի սահմանային, լայնածավալ եւ հողը վերցնելու են այդ գումարի առաջ։ Դա ժողովուրդը պետք է։ Ով է Նիկոլ Փաշինյանը։ Գործիք, ստորագրություն։ Ում գործիքն է։ Ստեղ ես կասեմ, որ ինքը փորձում է երկու տիրոջ ծառայի, բայց չի հաջողվելու։ Այն դուրսը իրոք մարդակերներ են, Արսեն ջան։ Ես տեսել եմ, նստել եմ, զրուցել եմ, հեշտ մարդիկ չեն դե։ Ընդ մարդկային կյանքը ստատիստիկա է։ Ոնց եք պայքարելու Եվրոմիության կողմից տրված գումարի հետևանքներին, սենց ասած, այդ 15 միլիոնը, այո, տեսեք, կարաք ասեք 15, 12, դա հնչեցվում է, իմ կարծիքով կարող լինեն դեղ 30 էլ, 40 էլ, 50 էլ, դրա մասին չի խոսքը։ Պրոպագանդայի, ֆեյքերի դեմ դուք ոնց եք պայքարելու։ Չէ, այդ ֆեյքերը այդքան չի աշխատում, դա մենք լավ էլ գիտենք, որ այդ գնում է պարգևավճարներ, ապօրինի կաշառքներ, հա, ուժայիններ, մենք տեղեկություն ենք ստանում, որ աժան 3 միլիոն նոր տարվա։ Դա արդեն հաստատված տեղեկություն։ Հա, բա դա կաշառել է։ Այդ աժան, մի հատ էլ դրանց մենք թողելու ենք, որ թոշակի գնան։ Ես ասել եմ, մեր հաղթանակի դեպքում այս 4-րդ գումարումը, ով քրեական պատասխանատվության տակ կլինի, մնացածը բոլորը թոշակից զրկվելու են։ Եթե հաշվես 500 հանձնաժողովներ, միլիոն դրամով, մենք հələ դրանց պետք է պահենք, Արսեն ջան, միջև կյանքների վերջը պետք է դրանց թոշակ տանք հələ։ Այս 4-րդ գումարման աժն թոշակ չի ունենալ։ Նախագահական թե խորհրդարանական։ Կիսանախագահական, անպայման։ Այսինքն, ինչ որ մենք ունեցել ենք, թե ավելի չենք ունեցել։ Դե մենք ունեցել ենք խորհրդարանական եւ նախագահ, կիսվում էր։ Չէ, կիսանախագահական նկատի ունեմ, նախագահային պատկանում է ուժայինները, արտաքին գործերի նախարարությունը, այսինքն տնտեսական բլոկը, վարչապետին եւ 2 պալատով։ Մի պալատը մեր ծրագրով, եւ ներքին։ Մի պալատը Սփյուռքն է։ Մեր մոտ ամբողջովին Սփյուռքն է։ Այո, մեր մոտ մի համ վարչապետը ունի պալատ, Սփյուռքի ներկայացուցիչների համ նախագահն ունի։ Կարաք մեկ մարդու ուղագի անուն տակ պաշտոն ասեմ, ոված ձեր տեխնացում մեկի ընդամենը ԱԱՑ-ի պետ տնօրեն ում եք տեսնում ձեր։ Մենք ԱԱՑ-ն միավորելու ենք ուրիշ ստրուկտուրայի։ Հա, բայց ունեք դուք ղեկավար այդ ստրուկտուրայի միավորված։ Այո, ունենք, չեմ ասի։ Չես ասի։ Ոնց եք մաքրելու։ Մաքրելու։ Այո։ Ինչ է, այսինքն։ Այդ ստրուկտուրան, որ ստեղծում եք դուք, ոնց եք մաքրելու արտաքին, ասենց ասած, ագենտներից կամ ինչ-որ բան, ոնց եք այդ լյուստրացիան ոնց եք անելու արտաքին։ ԱԱՑ-ը որպես այսպիսին, տեսեք, հիմա Նիկոլ Փաշինյանն էլ փողեր վերցնելով ստեղծեց ՀԿՑ-ն
որպես հակակշիռ ԱԱՑ-ին, որ դուրսը ցույց տալ, որ մենք ԱԱՑ-ին փակելու ենք, հա, նույնիսկ այն սկզբից որ կադրերով որ ՀԿՑ էր մտնում, ԱԱՑ-ն պետքա ստուգեր, նոր մտնեին այնտեղ, հիմա էդի չկա, հակառակն է համարյա լինում։ Մենակ ԱԱՑ-ն չի, ազգիդ 20%-ը Ռուսաստանի ագենտ է, ես այդ թվից չեմ վախենում, որ ասում եմ։ Իրանց ընտանիքներով, աշխատավարձներ ստանալով, բայց էդ էլ է թուլացել, այն որ առաջ ռուսը կարար ոտը Մենակ գետին։ Ռուսաստանի։ Չէ, ես նկատի ունեմ, դե այդ ԱԱՑ-ն մենք համարում ենք հյուսիսի ինչ-որ կառույց մեր երկրում։ Այդ ԱԱՑ-ն հաստատ այն կողմի կառույց չի։ Հիմա առաջ որ Ռուսաստանը կարար ոտը գետին խփեր, 200,000 մարդ փողոց աներ, չկա հիմա։ Այդ ազդեցությունը չունի, այդ ագենտուրան չունի այդ հասկանում ես, այսօր ես գնամ Ռուսաստանի դեսպանատանը, տանեմ պատիվ տամ, էլ չասած նվեր, ինքը իմ համար զեկուցագիր է գրելու Մոսկվա, որ ժողովրդի կողմից ամենասիրված քաղաքական գործիչն է։ Այդ կեղծ զեկուցագրերով նրանք ընդեղից երկիր են փորձում ինչ-որ բան փոխեն երկրի մեջ։ Մենք հուսանք դուք գիտեք ինչ եք անում, որովհետև դուք նոր ուժերից մեկն եք, որոնք ընդհանրապես քաղաքական դաշտում չեն եղել ու պահանջված են ժողովրդի կողմից նոր ուժեր հայտ գալը, դուք այդ դրանցից մեկն եք։ Ես հուսամ, որ ձեր ղեկավարությամբ, ձեր կուսակցականների հետ ղեկավարությամբ սկզբունքայինորեն կլնեք հայկականությունը եւ հայկական արժեքները պահպանելու ձեր թե ընդդիմադիր լինելու, թե կառավարություն կազմելու դեպքում։ Շնորհակալություն եմ ասում ձեզ մասնակցելով մեր ոդկասթի այս մեր հաղորդաշարին։ Հուսով եմ մինչև ընտրություններ մենք հաջողակի իրար հետ կհանդիպենք ու դեբատներ եմ ուզում կազմակերպեմ, սա անոնսում եմ, ավելի մոտ ընտրություններին դեբատներ կլինեն 2 անց կամ 4 անց տաղավարում կստեղծենք հնարավորություն, որպեսզի արտարկ դեբատներ տանենք, որպեսզի ժողովուրդը չմոլորվեն, որպեսզի մանիպուլյացիայի տակ չմնան, պոպուլիզմի տակ չմնան, հեքիաթներին չհավատան, իրականությամբ ոտքերս գետին խփենք, ազգովի անցնենք աշխատանքի երկիրը ու հայրենիք բերգելու համար։ Սիրով Արսեն ջան, վերջում էլ կասեմ, եթե ձեր մտավախությունները ամսի 28-ին ճիշտ է, ժողովրդին կոչ կանեմ մանիպուլյացիայի չենթարկվեն, եթե գնալու են թող Դոն Կիխոտի պես գնան շենքի հետ կռվեն։ Դոն Կիխոտը հիշում եք, որ շենքի հետ էր կռվում, հա։ Թող գնան իրանք դատարկ շենքի հետ կռվեն։ Սա լավ բան չի սարքելու։ Հասկանալի է, շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ, սիրով Արսեն ջան։ Կհանդիպենք ժողովուրդ ջան, կհանդիպենք հարազատներս, ամեն ինչ անում ենք, որպեսզի ձեր համար կոմֆորտ լինի։ Մինչ նոր հանդիպումներ։